Ինչ դժգոհություններ ունեք եւ ինչ եք պահանջում, նորից նույն պահանջն է։ Մենք պահանջը մեկն է, որ ճիշտ վարվեն վարորդները ճիշտ մեղքին։ Եթե մի բան այն չի կառավարության հետ, ասենք թող մեր հետ մեղմ վարորդները ոչ թե գնում են հաճույքի համար, այլ ապրանք բերելու, տանելու, որը հարկի է։ Մեր Հայաստանը, որ կարողանանք մենք պահենք, մեր ծորներին, մեր երեխեքին պահենք, ուրիշ բան համար չի ստեղ։ 3 օր ժամանակ Ես գարունել եմ եկել 18 հոգի հավաքվել ենք ստեղ։ Ոչ մեկ չեկան, էլի բրիկային հավաքվել են գարունել, սենց դեմ մեզ դիմել են, որ ասել 90 օրը աշխատում է։ Ես ասեցի տղեկ ջան, ասի արեք 90 օրը աշխատում է, արեք։ Ես հիմա 37 օր է, ես աշխատել եմ 37 օր, ես եկել եմ, որ էլ պայքարենք մեր հանուն մեր վարորդին, մեր պատվի համար։ Մեր պատիվը, մեր բանը հարգանքը մանչանեն, մեր կառավարությանը խնդրենք, որ անեն, գոներ երանային։ Դες բավարարում էր ամբողջովին 180 օրը։ 180 օրը կբավարարի, քանի որ էլի միտեղ հասկանում եք, ստեղ այնպես հարցեր կան, որ ոնց ասեմ, մեղքը ասենք մերը չէ, էլի գնում ենք Ռուսաստան, ասենք օրերով կայնում ենք հերթի մեջ։ 3500 ավտո անցնելու բանով դարի կանի 10 օր, 15 օր կայնի, որ հերթդ գա հասնես, անցնես է, գնաս, դաս հասնես դու, 15 օր կանելով համար, իսկ մեզի պետք է ասեն խոսքի արա գնալ ասելով, նորմալի մեջ գնանք, մեր ժամանակի մեջ տեղավորվենք գանք, բայց այնպես աստացվե, որ չի։ Կառավարությունից նաև պատրաստ են ձեզ ընդունել, 6 հոգու ընդունել, ինչ նամակ, դիմում նամակ եք ներկայացնել։ Դիմում նամակը ուղարկել եմ, ես գարուն ենք մենք ուղարկել, գարունը առաջինն է, որ հավաքել ենք, ուղարկել ենք, երկու անգամ արդեն ուղարկել ենք, ես նոր եմ եկել, հիմա ստեղ ես թե չէի, եկա տղեկին, որ աջակցեն, որ մենք բոլորս են, միասին ենք անում, համախոհ։ Հույս ունեք, որ ձեր խնդիրը կլուծեն։ Պետք է կառավարությունը նայի, չսենց շինի, էլի այսքան ժողովուրդը էլի մեղմ է ասած, որ հավաքվեն 3-4 հազար հոգի, վարորդներ ասել են դա դժվար կլինի, այդտեղ չի լինի, անգամ պետք է լինի մեքենաներով կլցվեն։ Ձեր վերջնական քայլերը որոնք են լինելու, եթե ձեր խնդիրը այդպես էլ մնա չլուծված։ Բնական քայլերը պետք է բերենք վրաներ, խփենք, ուրեմն ստեղ ապրենք, հրապարակ կենտրոնում անեն ծովի պահեն, այդքան ժողովրդին։ Մարդիկ կան, որ բանի տակ են, վարկի տակ են, պարկի տակ են, ավտոները վեկալ են, բայց չեն կարողանալու բան։ Այդ ավտոները ինչ պետք է անեն։ Քանման տակ տան։ Չի լինի, էլի այդպես բան։ Պետք է մեղ վերաբերել վարորդներին, հասկանալի վարորդներին, պետք է ուրիշ բան չէ, կառավարությունը պետք է անի, շուտ պետք է անեն, այդքան դիմել են, քանի անգամ դիմել են, հաշվի չեն արվել։ Քանի անգամ եք դիմել։ Ես 3-4 անգամ արդեն, դիմում ենք ներկայացել վերև, անդադար դիմել ենք։ Ես անձամբ առաջինը, ես եկել եմ ստեղ կառավարության մոտ, եկել եմ դիմել եմ։ Ինչ են ասել, ինչ են հայտնել։ Պատասխան կտանք 2-3 օրից պատասխան կտանք, մինչև նա պատասխան տալիս է։ Պատասխան չես լսեցինք ոչ մեկ։ Այդ է ցավալի։ Գոնե պատասխան տան իմանանք հայա չէ, որ կարողանային վարորդները իմանային, որ դեպորտ չնեն։ Միգուցե վաղը գնում եմ Ռուսաստան ընդեղից ճամփին բռնում են նորից տանում են ինչ են ասում կուտուշկա մտցնեն բանեն այդ վարորդին ինչի համար վախեցնեն վախը եթե հիվանդություն է սա ամեն ինչ էլ անում են մարդը պետք չէ որ մարդկանց մտնոլորտը Պետքան իսկան վարորդները որ հավաքել են հանուն արդարության, հանուն մաքրության Մենք ոչ մի բան չենք պահանջում, մեզի ոչ հատուջուրն է պետք իրանց ոչ մենք մեր վաստակում ենք, կարողանում ենք վաստակել ասել, մի կոպեկ արդեն առնենք, բերենք տունը պահենք, երեխեքին պահենք, ոչ թե ասենք դանք կանենք ստեղ պահանջենք ուրիշ բան, չէ, շնորհակալություն